Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել 20-րդ դարի կաթոլիկ ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Մարիտենի հոդվածը, որը կոչվում է Մետաֆիզիկայի մեծությունն ու թշվառությունը։ Հոդվածը լույս է տեսել առաջին անգամ 1934 թվականին եւ կա ահա այս ժողովածուի մեջ։ Այստեղ Մարիտենը ինչ է անում։ Սկզբից նա բարձրացնում է մետաֆիզիկան, ցույց է տալիս դրա կարևորությունը եւ այնուհետեւ ասում է, որ մետաֆիզիկան բավարար չէ եւ փոքրիչ իջացնում է, ասելով, որ մետաֆիզիկան պետք է ծառայի որպես առաջին աստիճան ավելի բարձր, ավելի աստվածային վերելքի համար։ Բայց սկզբից բարձրացնում է եւ ինչ է գրում. մետաֆիզիկան ոչ մեկին եւ ոչ մի բանի չի ծառայում։ Ի տարբերություն այլ գիտությունների, որոնք պրակտիկ նշանակություն ունեն։ Եվ այդ իմաստով անօգուտ է, որովհետև գերօգտակար է։ Այստեղ նա կրկնում է ըստ էության Արիստոտելի միտքը։ Որոշակի առումով նշում է Մարիտենը, մետաֆիզիկան նույնպես կարող է իր մասին ասել, ես այս աշխարհից չեմ։ Այստեղ նա մեջբերում է տիրոջ խոսքերը, որոնք կան Հովհաննեսի ավետարանում 18:36։ Բայց ոչ մի բանի մարդը այնքան կարիք չունի, որքան այդ անօգտակարության։ Ոչ թե ճշմարտությունների, որոնք մեզ են ծառայում, այլ այն ճշմարտությունների, որոնց մենք ծառայում ենք։ Մետաֆիզիկան այդպիսով կարգոկանոն է մտցնում, բայց դա ոչ թե այն ոստիկանական կարգոկանոնն է, որի մասին սովորաբար մենք խոսում ենք, այլ այն կարգոկանոնը, որը գալիս է հավերժությունից։ Եվ հետագա շարադրանքում փիլիսոփան բարձրացնում է, փորձում է բարձրանալ, այսպես ասած, մետաֆիզիկայի մակարդակից դեպի բարձրագույն հայեցողություն, contemplation։ Հիշում եք, մենք մի անգամ խոսել ենք Թոմաս Մերթոնի գրքերի մեկի մասին, որը կոչվում է հայեցողության սերմերը, Seeds of Contemplation։ Գիտելիքի կամ հասկանալու համար չէ, որ սրբերը հայեցում են, սրբերի հայեցողությունը դրա համար չէ, այլ ինչի համար, բնականաբար, սիրո համար։ Աստծո հետ միանալու համար պահանջվում է բնականաբար սերը։ Ավելին, սրբերը, գրում է Մարիտենը, հայեցում են ոչ միայն հանուն աստվածային սիրո, այլ դրա միջոցով։ Եվ այստեղ դարձյալ փիլիսոփան մեջ բերում է Աստվածաշունչը, ասելով, բերելով այն խոսքը, որ Քրիստոսն է ասում է ես եմ դուռը։ Եթե մեկը իմ միջով ներս կմտնի, կփնտրի, կելնի եւ արոտ կգտնի։ Հովհաննես 10:9։ Մետաֆիզիկան այդպիսով չի կարող դուռ լինել։ Այդ դուռը Քրիստոսի սերն է, Քրիստոսի մարդկայնությունը։ Մարիտենը բանավիճում է նրանց հետ, ովքեր ասում են, ովքեր իրեն մեղադրում են, թե ինքը ոնց որ սև մագիայի ջատագովը լինի եւ կոչ է անում թրջել, երբ մենք ունենք միայն թևեր։ Եվ մենք չունենք թևեր, մենք ունենք միայն ձեռքեր։ Բայց ձեռքերը, գրում է Մարիտենը, ոսնած, այսինքն ատրոֆիայի ենթարկված հենց թևերն են։ Ավելի համարձակ եղեք եւ թևերը ի հայտ կգան, եթե դուք հասկանաք, որ օդը դատարկություն չէ։ Մարիտենի այդ կոչը ես ցանկանում եմ կրկնել։ Լավ մնացեք։